Բարեօր սիրելի ունկնդիրներ, են մանկետում այսօր իմ հյուրերն են Արություն Մանվելյանը և Մհեր Բեջանյանը և մենք խոսելու ենք աշխարհաքաղաքական զարգացումներից, նաև ներքաղաքականից։ Բոլորիդ քաչ հայտնի է, որ կիրակի օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելը հարվածեցին Իրանին, ավելին, սպանվեց Այաթոլլան։ Ինչ իրավիճակ է այժմ Իրանում, ինչ զարգացումներ են հնարավոր։ Դե ֆակտո կա 3 սցենար, բայց այդ 3 սցենարներից որը կյանքի իրավունք ունի եւ ինչ զարգացումներ կլինեն։ Վերջին հաշվով Իրանի իրադարձությունները ինչպես կանդրադառնան տարածաշրջանի վրա, իհարկե նաեւ Հայաստանի վրա։ Սկսենք պարոն Մանվելյանից։ Ձեր գնահատականը։ Իմ գնահատականով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունները պետք է վերլուծել հետևյալ համատեքստում, նպատակը որն է իրանց կարծում եմ առաջին հերթին նպատակը Իրանում քաղաքակիրթ իշխանություն ձևավորելն է։ Նկատի ունեք աշխարհիկ իշխանության հաստատումը Իրանում։ Վստահաբար աշխարհիկ իշխանություն, հետո կառավարում Հորմուզի նեղուցի վրա, որովհետև Պարսկաստանի ներկայիս իշխանությունները ինչպես տեսնում եք, Հորմուզի նեղուցով սպառնում են ամբողջ աշխարհին։ Այսինքն պարսիկները փորձում են Լարս 2 դարձնել Հորմուզի նեղուցը, այնպես ինչպես ռուսները ցանկացած պահի փակվել, բացել, սովորել են, այնպես էլ պարսիկներն, բայց այդ պարագայում պարսիկները շատ կարող են վնասել իրենց, նախ իրենց դեմ են անում ամբողջ արաբական աշխարհը, երկրորդ իրենց դաշնակից համարվող Չինաստանը այսօր արդեն նոտա է այդ Չինաստանը այսօր նոտա հղեց, բայց մյուս տեսանկյունից պարսիկները իրենց էլ ավելի շատ վնասելու տեղ չունեն։ Իվերսը Չինաստանի նոտա հղելը հենց կարելի է ապացուցելու Հարութի ասած վարկածը, թե բուն նպատակը Իրանի որն է, նեղուցի օգտագործելով նեղուցը իր դերը ու կշիռը աշխարհում բարձրացնելու, հետևապես տրամաբանական որ ցանկացած տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող պետություն պիտի առնվազն նոտա հղի։ Բայց այս դեպքերի մասին խոսելիս կարծում եմ մեր պարագայում ամենակարևորն է թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության վրա։ Ձեր նշած 3 սցենարներից որ մեկն էլ լինի, առաջինը հիմնական ազդեցություն Հայաստանի Հանրապետության վրա կարծում եմ կլինեն երկուսը, մեկը դեմոգրաֆիական առումով կունենանք արդյոք իրանցիների հոսք Հայաստան թե չէ, երկրորդը տնտեսական բաղադրիչը, ու այդ Իրանը կմնա մոլայապետություն, թե կդառնա ժողովրդավար պետություն, դրանից կախված մեր մոտ տնտեսությունը ավելի շատ կզարգանա, թե կունենանք շրջափակման մեջ, նույն տրիպի իրագործման պարագայում ինքը ավելի հավանական ու ավելի շատ կշիռ կտա Հայաստանին, թե ռիսկի տակ կմտնի։ Այս կոնտեքստով նայենք, կարծում եմ սցենարներից որ մեկի պարագայում էլ դիտարկենք, տնտեսական առումով մենք շահած կլինենք, եթե Իրանը առնվազն սանկցիաների տակից դուրս գա։ Ամենաշատ այսօր հայ-իրանական, չասեմ տրանզիտը, մենակ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մեջ մեզ խանգարողը Իրանի վրա կիրառող սանկցիաներն են։ Ես ուզում եմ ձեզ հետ համաձայնել, բայց կարծես թե ձեզ հետ համաձայն չի Իրանի առայժմ ձևավորված գործող իշխանությունը, որովհետև Դոնալդ Տրամփն էլ բազմիցս հայտարարել է, որ իր նպատակը պատժամիջոցների տակից Իրանը դուրս բերելն է։ Իսկ դա նշանակում է, որ Դոնալդ Տրամփի նպատակները տարածաշրջանում շատ ավելի խորն են, քան ասենք կոնկրետ Իրանի հետ որևէ հարաբերություն հաստատելը կամ Իրանի այսպես հարցը լուծելը։ Որտեղ տեսեք, հարվածները հիմնականում ուղղվեցին ոչ այնքան Իրանի միջուկային օբյեկտներին, թեպետ Նաթանզին էլ վնասված է մուտքը գոնե որքան հարվածները ուղղվեցին Իրանի ղեկավարությանը, Իրանի բանակի ղեկավարությանը։ Եվ թե այդ 3 սցենարներից որը կզարգանա,
դե ֆակտո այսօր որոշում է Իրանի երկրորդ բանակը, Իրանի Իսլամական Հանրապետության պահնորդների կորպուսը։ Ձեր գնահատականով պահնորդների կորպուսը այնուամենայնիվ Ալի Լարիջանիին է ռեալ իշխանությամբ օժտել, շարունակելու նույն այն կուրսը, որ սկսել էր Ռահբարը, թե Փեզեշքյանին կհաջողվի ինչ որ քայլ անել դեպի ժողովրդավարություն։ Ինձ թվում է Փեզեշքյանին ամեն դեպքում կհաջողվի, ամեն դեպս ամենացանկալի տարբերակներից մեկն է դա, առաջին հերթին կդադարեցվի արունահեղությունը, Որ Փեզեշքյանի հետ գալը բանակցությունների սեղան նստելը արունահեղությունը կդադարեցնի, դա միանշանակ։ հա, Բայց եթե խոսում ենք Միացյալ Նահանգներից, մենք իբրև գերտերություն պիտի հասկանանք, որ ցանկացած իր կատարած գործողություն չի կարելի լոկալ դիտարկել, ասենք որովհետեւ պետությանը նա տարածաշրջանային մոտեցում է, որ դեպքի մասին ուզում ենք խոսենք։ Մասնավորապես Իրանի պարագայում էլ շատ ճիշտ եք նշում, որ դա լոկալ Իրանի ներքին կամ միջուկային ինչ-որ խնդիր չի լուծվում, այլ տարածաշրջանային խնդիր է լուծվում։ Հարաբական Միացյալ Էմիրությունները եւ Օմանը նախաձեռնել են ստեղծել արաբական երկրների կոալիցիա, որպեսզի համոզեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու Իսրայելին դադարեցնել հարվածները։ Ձեր կարծիքով դա հաջողություն կունենա։ ինձ թվում է այո։ Այդ պարագայում Իրանը ինչու է շարունակում հարվածել բոլոր այն երկրներին, որտեղ իր գնահատականով Ամերիկայի ռազմաբազաներն են եւ որտեղից ինքը վտանգի, այսպես հնարավոր վտանգի է տեսնում, այդ թվում նաեւ Կիպրոսում, որտեղից ամենայն դեպս Իրանին ոչինչ չէր սպառնում։ Ապագա սպասվելիք բանակցային գործընթացներում իր դիրքերը քիչ թե շատ ամրապնդելու համար։ Ապագա բանակցությունները ինչի շուրջ պետք է լինեն, պահպանելու գործող իշխանությունը, միջուկային ծրագրի, պատժամիջոցների համման, որովհետև հիմա այնքան բարդ խնդիրներ են կուտակվել։ Հասկանալի չի, սկզբից պետք է բանակցել հրադադարը, դա հետո գնալ, ասենք, կուտակված խնդիրների լուծման։ Այդ հարցի պատասխանելու համար մենք պետք է հստակ իմանանք Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեսակետը։ ոչ միայն Մարկո Ռուբիոն արդեն Դոնալդ հայտարարել է, որ Թրամփ։ այս կարող է երկար տևել, Դոնալդ Թրամփն էլ ասում էր 4 շաբաթ։ 4 շաբաթ ու ինքը մեկ այլ բան էլ էր ասում, ինքը ասում էր Իրանի նախագահի առնվազն 3 տեխնացու ինքը ունի։ Այդ հարցին հստակ պատասխան տալու համար պետք է իմանանք գոնե տեխնացուներից 2-ը ովքեր են։ Ես կարծում եմ, որ դա չենք իմանա, ամենայն դեպս երկար ժամանակ չենք իմանա, որովհետև ցանկացած տեխնացուի անվան ցանկացած հրապարակում նշանակելու է տեխնացուի տիրախավորում։ Գոնե մեկին բոլորս հաստատ գիտենք։ Ռեզա Փեհլևին։ Բայց կհաջողություն կունենա Ռեզա Փեհլևին Իրանում։ Կանխատեսումներ անելու համար այս պահին հաջորդ նախագահի տեխնացուների առումով վաղ է, որովհետև դեռ գործող նախագահան կգա բանակցությունների թե չի գա, կմնա խաղի թե չէ, դրանից է շատ կախված։ Եթե ի վերջո գա բանակցությունների հաջորդ հավանական, այսինքն նույնիսկ արտահերտ ընտրություն ասածը այս փուլում կդառնա ոչ ակտուալ։ Հավանական տեխնացուի մասին խոսելը իմաստունի են պարագայում, երբ որ գործող նախագահան արդեն որպես բանակցային կողմ չենք դիտարկում։ Դեռ դրա մասին խոսելը վաղ է, կարծում եմ։ Ու հույս ունենանք, եթե այս պարագայում իսկականից մենք բոլորս առաջինը Իրանը, հետո արաբական մյուս պետությունները, ի վերջո աշխարհը տարածաշրջանը կխուսափենք այդ շատ մեծ երկարատև հետևանքներից, հա, ավելի սահուն կլինի ծանցումը։ Մինչդեռ մյուս սցենարը, ծերեշած 3-ից 2 սցենարի պարագայում, եթե շարունակի Իրանը հարվածել, չգալ բանակցային գործընթացի, կունենանք ավելի երկարաժամկետ ու դժվար հետևանքներով process, իսկ ինչի շուրջ կբանակցեն ձեր հարցին, պետք չի տանջատել, որտեղ եթե բանակցությունները սկսում են, կոմպլեքս քննարկում է, բնականաբար ռազմական գործողությունների հաջորդիվ բանակցությունները առաջինը հրադադարի մասին պիտի լինի, թե մյուս կետերով արդեն որ մասերը կներառվեն, դա անցանցյալ է։ Մարտի 1-ի կիրակի օրը մենք տարօրինակ պատկեր ունեինք Իրանում, փողոց էին դուրս գալիս իրանցիները, ոմանք ողբում էին
ռահբարի մահը ոմանք ուրախանում էին, հրճվում էին։ Ինչպես բացատրել այդ Իրանի բնակչության երկատվածությունը, որ մասը կարող է գերիշխել։ Դե դուք ասում եք արդեն տան գնահատական թե հաջորդ ընտրությունները ով կհաղթի։ Բնականաբար Իրան այստեղ ցանկացած հասարակության մեջ դոմինանտը միշտ երիտասարդությունն է, ու մենք պիտի այստեղ նայենք թե երիտասարդությունը ավելի շատ ողբում էր թե ուրախանում։ Գոնե իմ տպավորությունը կադրերից երիտասարդությունը ավելի շատ ուրախ էր այս փոփոխությունից։ Իհարկե շատ դժվար հարյուրնահեղ ճանապարհով է գնում այս process-ը, բայց կարծում եմ երիտասարդությունը հերթական անգամ ավտոդուս կգա, ինչպես բոլոր հասարակությունները։ Երիտասարդություն, բայց ցանկացած հեղափոխության, ցանկացած հեղաշրջման դոմինանտ ուժը եղել է բանակը։ Իրանում մենք ունենք նույնիսկ երկու բանակ։ Ես կարծում եմ, որ այդ իմ նշած 3 սցենարներից ցանկացածի գերակա ուղղություն տվողը լինելու է այնուամենայնիվ Իրանի Իսլամական Հանրապետության պահնորդների կորպուսը, որը ցավալիորեն դեռ Իրանը տանում է դեպի մոլլա պետություն։ Եվ մենք դա հաշվի չառնել չենք կարող։ Հեղաշրջում ասածը իր սահմանան մեջ է կիրառում, եթե ուժային կառույցներից ոչ մեկը չի կիրառում, չի մասնակցում, հեղաշրջում բացառվում է, այսինքն իհարկե միանշանակ ճիշտ է, բայց այդ նույն ուժային կառույցը պիտի ունենա դրդապատճառ, դա կարող է լինել ուժեղ լիցերը, դա կարող է լինել հասարակության հզոր ճնշումը, դա կարող է լինել որոշ դեպքում դրսի ազդեցություն։ Պարոն Մանվելյան, ինչով կբացատրեք այն փաստը, որ ադրբեջանցի Խոմեյնիի մահը Հայաստանում Կրեմլի վկաները այդքան ծանր տարան։ Բոլոր այն Կրեմլի վկաները, որոնք ամենայն դեպս Ադրբեջանը համարում են իրենց թշնամի երկիր, շատ ծանր տարան ու շատ ողբում էին ռահբարի կորուստը։ Սա ինչ որ երկատվածության պահ չի։ Կարծում եմ չէ, ձեր հարցի մեջ հենց պատասխանը կար այն բառակապակցությամբ, ինչով դուք իրաց շատ ճիշտ բնութագրեցիք Կրեմլի վկաները, ձեր հարցի պատասխանը հենց դա է, որովհետև Կրեմլի վկաներից ուրիշ այլ բան սպասել անհնար է։ Իրանց քաղաքականությունը կամ ռազմավարությունը հիմնված է նրա վրա, որ ինչքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար։ Շատ դեպքերում կարող է անտեսվել էլ Հայաստանի համար լավ, վատ, էական չի։ Եթե Ռուսաստանի թշնամին է, ուրեմն այս դեպքում փաստենք, որ աշխարհիկ Իրանը Հայաստանի համար ամենայն դեպս օգուտ է, վնաս չի։ Իսկ իրանց համար, Կրեմլի վկաների համար, Կրեմլի ներկայացուցիչների համար Դուք ինձ համոզում եք, որ ես հիմա ասեմ, թե Ռուսաստանում ինչքան ծանր են տարելի վերջը։ Ռահբարի կորուստը, որովհետև կներեք, պարոն Բեջայան, որովհետև Ռուսաստանը կորցրեց իր հերթական հենարանը, Ռուսաստանը կորցրել է Վենեսուելան, Ռուսաստանը կորցրել է Սիրիան, Ռուսաստանը կորցնում է Իրանը, հաջորդը թիրախում ռուսները արդեն դա նշում են, լինելու է Կուբան, եւ այս բոլոր երկրներում Ռուսաստանը հանդես է եկել իբրև փրկիչ եւ վերջում արդեն խփում է թող թույլ տրվի փոխաբերաբար դա ասել, դա գաղի կապարիչի վերջին մեխը։ Հիմա ո՞րն է Ռուսաստանի իբրև փրկչի տարածաշրջանում իր ազդեցությունը խորացնող երկրի ֆիասկոն։ Իսկ թվում է Ռուսաստանը տարածաշրջանում ազդեցություն այլևս չունի, չհաշված մի քանի մանր կերպարներով կամ մեծ եւ փոքր օլիգարխներով ներդրած Հայաստանում։ Ու ազդեցության ռուսական ազդեցության մասին խոսելը ինձ համար ամենայն դեպս մի քիչ անհասկանալի է։ Ռուսական մոնոպոլիաներն են Հայաստանի Հանրապետությունում, գազի մոնոպոլիան, հայկը, հանքահումքային ռեսուրսները,
Մինչև այդ մոնոպոլիան անցնել ամենամեծ մոնոպոլիան Իրանով, եթե դառնում ենք օրինակ ժողովրդավար հարևան Իրան, ամենամեծ մոնոպոլիան կորցնում է դա հենց նույն Լարսի միջանցքն ասածն է։ Եթե Լոգիստիկան։ այսօր Լարսը մեր համար օդ ու ջուր է։ Ցանկացած պայի մի փոքր այսօր հայկական քաղաքականության մեջ կամ նույնիսկ չգիտեմ տնտեսական Թարս ոտից զարթնելու պարագայում նույնիսկ Վլադիմիրի Լարսը կարող է փակվել ու դա շատ մեծ վնաս է հասցնում դες տնտեսվարողից վերջացած նույնիսկ բարոյական մակարդակով հետո նոր գալիս ենք ձեր ասած արդեն այդ մյուս մոնոպոլները ԱԵԿ-ը, Երկաթգիծը, մյուսը Դե շղթայականը գնալու, այսը կարող ենք խոսել մենք ինչի ոչ դու ռազմաբազայից, կարող ենք խոսել սահմանների մեր սահմանապահներից, այսինքն շատ կետեր կան հայ-ռուսական հարաբերություններում, որ վերանայման կարիք ունեն, բայց եթե մենք խոսում ենք Իրանի դեպքերին պրոյեկտելով, մեր հայ-ռուսական հարաբերությունները ամենամեծ կորուստը ՀԴ-ի համար դա իր լոգիստիկ մոնոպոլիան կորցնելն է։ Ի վերջո մենք եթե խոսում ենք ԱԵԿ-ի վերաբերյալ մոնոպոլիայից հանրապետություն կուսակցության նախագահը եթե չեմ սխալվում վերջի 4 տարին միայն խոսում էր արևմտյան մոդուլային ատոմակայանների մասին դա ինչի համար է դա նրա համար է որ Ապահովի անվտանգություն, առաջին հերթին ապահովի անվտանգություն, երկրորդին էներգետիկ, հետո կախվածությունը թույլատնենք Ռուսաստանից ի վերջո այս վերջերս ոնց որ թե ծրագիրը կյանքի է կոչվում կապրենք կտեսնենք Անկեղծ ասած ձեր վստահությունն չեմ ուզում կիսել, որովհետև դեռ բոլորովին վերջերս թե վարչապետի, թե տարածքային կառավարման նախարարի մակարդակով հայտարարվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցում է Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատկերացնում եք։ Դա հենց 4, 5, 6 կամ 12 աթոռի վրա նստելու քաղաքականությունն է, ինչը ամենայն դեպս հանրապետություն կուսակցությունը չի ողջունել երբեք։ Մերժելով մերժել է։ Մերժելով գնալու է մոտակա 26 թվականի ընտրություններ։ Ինչը առնվազն Վենսի այցելությունից հետո գոնե այդ թեմայի շուրջ պիտի չլիներ, որովհետև եթե կուսեք Վենսի այցելության ամենամեծ մեր տնտեսական առումով օգուտը որ կարող է դա նոր ԱԵԿ-ի արդեն վերջնական պատրաստողի ներդրումանողի ընտրությունն էր։ Մենք գոնե դրանից ԱԵԿ-ի մոդուլային ատոմակայանների մասնավորապես Եվ եթե գործող իշխանությունը վերջապես հասկանար, որ իր հավասարակշիռը անվերջ երկու աթոռների վրա նստելու փորձերը վտանգում են Հայաստանի Հանրապետությունը, թե անվտանգության առումով, թե տնտեսական զարգացման առումով, թե տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը վերականգնելու առումով, մենք Վենսի այցի ժամանակ, ինչպես նշեցիք, ոչ թե կստորագրեինք, ինչ որ հայտարարություն կընդունեինք, այլ կստորագրեինք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանում երկրորդ ԱԵԿ, մոդուլային ԱԵԿ կառուցելու համաձայնագիր, եւ դա վայել կլներ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան այցի մակարդակին ու որակին։ Այո։ Բայց մենք ունենք կորած ժամանակ։ Մենք ունենք այն ինչ ունենք, դրա համար հանրապետություն կուսակցությունը ասել է ու ասում է իշխանության գալու հարագայում հենց հաջորդ օրը մենք ստորագրելու ենք ատոմակայանի կառուցման պայմանագիր։ Ես կարծում եմ իշխանության գալու հարագայում հանրապետություն կուսակցությունը ոչ միայն մոնոպոլիաների վերացման հարցն է դնելու եւ հնարավորինս արագ լուծելու, ռուսական մոնոպոլիաներ։ Բնականաբար ռուսական մոնոպոլիաների, որտեղ Հայաստանի Հանրապետությունում անցած տասնամյակներում ուրիշ մոնոպոլիա չկա։ Այս պարագայում նույնիսկ ռուսական ասելը մի տեսակ դառնում է արդեն ապրիորի։ Ես կարծում եմ, որ Հանրապետություն կուսակցությունը նաև բազում այլ խնդիրներ է դնելու եւ լուծելու, որովհետև ունի այդ լուծման մեխանիզմներն ու ժամանակացույցը եւ այդ խնդիրների համախումբը կոչվում է ԱՀԻՆԳ։ Եվ այդ ԱՀԻՆԳ-ի մեջ ներառված է նաեւ գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության նախարարության վերստեղծումը կամ նոր ստեղծումը։ Այ բոլորովին վերջերս մենք փաստի դեմ հանդիպման կանգնեցինք, որ
Կարող է որոշակի ժամանակով գիշերային ջրամատակարարումը Երևանում, գուցե նաև մարզերում դադարեցվի, հետո իհարկե եղան տարբեր հայտարարություններ, ներդրումային ծրագրեր եւ այլ։ Տեսեք, ջուրը կենսական խնդիր է։ Ջուրը կենսական խնդիր է ամբողջ աշխարհի համար։ Եվ ես չգիտեմ, որևէ այլ երկրորդ պետություն կա աշխարհում, որտեղ ջրի 50% կորուստ կա։ Մենք սա ֆիքսում ենք։ Չէ, ես ասում եմ պաշտոնական տվյալները։ Մենք սա ֆիքսում ենք։ Նույնպես ասում ենք, դե քաղաքապետարանն կպայմանավորվի, կառավարությունն կպայմանավորվի ներդրումային ծրագրեր եւ լսեք 50% կորուստ է տալիս։ Եվ ոչ մեկը մեղավոր չի։ Ինչ է սա վիճակը։ Հա, իրականություն նաև 50% կորուստը հենց այսօր հրապարակած բացը 46-ից 50% կորուստ ու էլի ջրային կոմիտեն, չգիտեմ 70 միլիոն վարկավորման է գնում ներդրում անելու համար, այդ խնդիրուց է, բայց շատ ներողություն 70 միլիոն դոլարանոց պրոյեկտը արդյոք ինքը կոմիտեի մակարդակի լուծելու խնդիր է։ Սա եւս մեկ ակնառու փաստ, որ Հայաստանի Հանրապետությանը մեր ունեցած ջրային ռեսուրսների բազայով ջրային նախարարություն կառավարման համար ջրային ռեսուրսները առնվազն նախարարություն կարգավիճակը պետք է։ Ոչ թե պետք է, այլ ծառայական անհրաժեշտ է։ Դա ես ասում եմ որպես մասնագիտությամբ աշխարհագետ։ Աշխարհում 25 տարի հետո ջրի համար ավելի շատ պատերազմներ են լինելու, քան հիմա նավթի։ Նավթի ու լոգիստիկայի։ Նավթի եւ լոգիստիկայի։ Իսկ սա անտեսելը մավարարվել ջրային կոմիտեյով ու գնալ առաջը, դա կարծում եմ ամենամեծ սխալներից մեկն է։ Էլի հերթական խնդրի հետևից գնա, ոչ թե կատարում են ներկայ։ Այսինքն մենք փորձում ենք հետևանքը վերացնել, այո, պատճառը վերացնելու փոխարեն։ Պատճառը Ես վստահ եմ, որ այս ընթացքում նույնիսկ 2018 թվականից հետո հնարավոր էր գտնել թե ռեսուրսներ, թե ժամանակ, թե Վիոլիայի հետ գալ որոշակի պայմանագրի վերանայման ճանապարհով կամ փոխօգնության ճանապարհով, դրանք արդեն քննարկելի խնդիրներ են։ Եվ այդ ջրագծերը, որոնց հետևը մաշված ջրագծերը խորհրդային տարիներից մնացած մաշված ջրագծերը արդեն հնարավոր էր որոշակի տարածքներում փոխել։ Ես կարծում եմ, որ այո, փոփոխություններ եղել են Երևանի տարածքում էլ թե որտեղ փոփոխվել են այդ ջրագծերը, բայց եթե պայմանականորեն ասենք, որ մենք ունենք պայմանականորեն, խիստ պայմանական թիվ եմ ասում, մենք ունենք 400 կիլոմետր ջրագիծ, այդ 400-ի 4 կիլոմետրն է փոխվել թերևս։ Ցավոք սրտի։ Ու դրա պատճառը կարծում եմ այն է, որ մենք չունենք ջրային կառավարման նախարարություն։ Որ մենք ունենք վատ կառավարում։ Որ մենք ունենք վատ մեղմ ասած վատ կառավարում ջրի նման թանկ ռեսուրսի արագայում։ Խնդիրը ոչ թե 400-ի կամ 4-ի մեջ է իրականում, այլ մենք դա մասնագետը չլինելով, բարձ տրամաբանությունով ասած։ Ապավինելով տրամաբանությունը։ Մենք գլոբալ փոփոխություն, ցանցային փոփոխության խնդիր կա, մենք այսօր ինչ ենք անում, լավ, մաշված է փոխեցինք, բայց չգիտեմ, թողունակություններ, նոր հաշվարկներ, մենք փաստացի ուղղակի պահի տակ առաջացած խնդիրն ենք լուծում։ Առհասարակ մենք չունենք ջրահավաք ավազաններ։ Դե հիմա հայտարարում են ջրահավաք ավազանների մասով հենց այդ ջրանցատումները, որ պետքա լինեն գիշերային, հենց որպես հիմնավորում բերում են հենց քո ասածը։ Այո։ Ջրի խնդիրը Հայաստանը չունի։ Ջուրը գեներացնելու խնդիր Հայաստանը չունի, ջուրը կառավարելու խնդիր Հայաստանը ունի։ Ինչը ցավոք սրտի այս տեմպերով գնալով խնդիրները ավելի են մեծանալու եւ շատանալու։ Ոչ միայն ջրի հարցով, ես կարծում եմ, որ ընդհանրապես բնական պաշարների նկատմամբ էլ մենք չունենք ռացիոնալ վերաբերմունք, որովհետև հենց Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված ուշագրում երկրորդ կետով գնում էին կիսահաղորդիչները։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր ընդերքի հարստության հաշվին ունի բոլոր հնարավորությունները դառնալ տարածաշրջանում կենտրոնական երկիր, թե հարստական բանականության, թե կիսահաղորդիչների
եւ տարանցման եւ արտադրության առումով, այստեղ կան վիթխարի աշխատատեղեր եւ այստեղ կան վիթխարի հնարավորություններ։ Տրիպը ընդամենը դուռ է բացում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները չի գալու մեր աշխատանքը մեր փոխարեն անելու։ Դա մենք պետք է անենք, որտեղ առաջին շահառուն, առաջին շահագրգիռը պետք է լինենք մենք։ Այո, վերջի պահապանություն ասացի, ինչի համար է նույն ԱՄՆ տարածաշրջանի կենտրոնից որպես հենասյուն տեսնում ՀՀ-ն մենք իսաղորդիչների առումով, որտեղ այդ կապիտալը մեզ մոտ շատ է կենտրոնացած։ Մենք կարող ենք լինել, բայց լինելու համար մենք անելիք ունենք։ Ի վերջո, տրիպի կարևորությունը մեր ժողովուրդը պետք է ամենայն խորությամբ գիտակցի։ Այնպես չլինի, որ այս սպասվելիք ընտրություններից հետո ու դրան հաջորդող 200 տարին մենք նստենք, խոսենք Վուդրո Վիլսոնի վճռի փոխարեն խոսենք Թրամփի ճանապարհից, վայ գիտեք ինչ հնարավորություններ մեզ ընձեռվեց, բայց մենք այնպես արեցինք, որ Ադրբեջանը հանկարծ դարձրեց թե հաղորդիչների արտադրության, թե լոգիստիկ հաբ իր տարածքը, իր երկիրը եւ ինքը աշխատեց հերթական միլիարդներ։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում դրան նպաստող քաղաքական չասեմ ուժեր, բայց քաղաքական կենտրոնների պակաս չի զգացվում։ Քաղաքական կենտրոնների պակաս կարող է չզգացվել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է ընտրվի այնպիսի իշխանություն, որը առաջին հերթին հասկանում է ինչ է նշանակում ինքնիշխանության ամրապնդում եւ երկրորդ ու ամենակարևորը հասկանում է ինչ է նշանակում այս турբուլենտ հարաբերող աշխարհում ժամանակ չկորցնել։ Մենք անվերջ զբաղված ենք ժամանակ վառելով եւ մենք դա անվանում ենք հավասարակշիռ քաղաքականություն։ Արդյոք դա 2026-ի ընտրություններում իր արձագանքը չի ունենալու։ Վերջին հաշվով 2026-ի ընտրությունների գլխավոր առանցքը ինչը պետք է լինի։ Ինքնիշխանությունը Հայաստանի Հանրապետության։ Երեք երբ ասում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանություն, պետականություն, շատ շատերի համար դա չի ընկալվում, որովհետև ցավոք հայերի մեծամասնությունը շոշափելի իրականությանն է ավելի իրեն հարազատ զգում։ Եթե ասեք ինքնիշխանությունը կառավարության շենքն է, կամ չգիտեմ, Մայր Հայաստանի արձանն է, դա ավելի ընկալելի կլինի, քան եթե մենք ասենք այ ինքնիշխանությունը մեզ տալիս է ռազմական անվտանգություն, տնտեսական անվտանգություն, ժողովրդական անվտանգություն, բարենային անվտանգություն, այո, միանգամայն ճշգրիտ էներգետիկ անվտանգություն ու ընդհանրապես ապագա։ Իրականում որ ասում ենք ընտրություն, հենց այդ ինքնիշխանության ընտրություն ինքը կարելի է նյութական ընկալել։ Տեսեք, ընտրությունը միայն սևի սպիտակի միջև չէ։ Գնաց քաղաքացին ընտրություն, առաջին ընտրությունը որ անում է ինքնիշխանություն կամ այդ պահի նյութական ինչ-որ մի բան։ Այսինքն ինչ է առաջարկում այդ դրսից ուղղորդվող ուժերը, ինչ են առաջարկում, պահի կարճաժամկետ նյութական ինչ-որ մի բան։ Առաջին ընտրությունը կատարեց դրա մեջ ինքնիշխանություն ընտրեց։ Հետո դրանից հետո եկավ արդեն թե ինքնիշխանությունը արժեք գնահատող ուժերից ով ինչ է առաջարկում, ով կարող է աշխատատեղ ստեղծել, ով կարող է անվտանգություն ապահովել, ինչպես է տեսնում Հայաստանի զարգացումը։ Էլի գալիս է նյութականի վերջո։ Այսինքն այնպես չի, որ երբ ասում ենք ինքնիշխանություն դա վերացական հասկացողություն է, իրականում հենց այդ ընտրությունը, որ գնում է դեպի ինքնիշխանություն պահող ուժերի մեջ ընտրություն կատարելու, դա էլ հանգիստ նյութական իր ընկալումը կարող է ունենալ։ Միջին վիճակագրական ընտրողը ինչու պետք է իր ձայնը տա Հանրապետության ձեր կարծիքով։ Հանրապետություն կուսակցությունը իր հիմնման օրվանից առ այս պահը առաջարկել է ռեալ լուծումներ, իրականանալի ու ռեալ լուծումներ։ Առաջարկներից մի մասը ընդունվել է իշխանությունների կողմից, հապաղումով, բայց ընդունվել։ Հապաղումով, ցավոք սրտի հապաղումով, ու դրանից շահել է միայն մեր
Պետությունը Ես թերթը ուզում եմ վառ ձեր ասածը հազար ներողություն տատելու համար, բայց ամենայն դեպս այսօրեն փաստը, որ Հայաստանի Հանրապետություն տարածքով Հայաստանի Հանրապետության առաջարկվում է տրիպ, առաջարկվում են նման զարգացման ծրագրեր եւ ժողովրդավարությունն է դրվում հիմքում, այս ամեն ինչի տրիգերը դարձավ 2024-ի ստորագրի հավաքը։ Ստորագրի հավաքը, Այո։ Դրան էի նախաձեռնողը գալիս, Հանրապետության անհամեստորեն ուզում էի դա շեշտել։ Ես համստորեն շեշտեցի դա։ Այո։ Որ դրա նախաձեռնությունը Հանրապետություն կուսակցությանն էր ու իփառասպեր թիմի մի ամսում կարողացանք հավաքել մոտավորապես 60,000 ստորագրություն, ինչը նախատեսված էր մի քանի ամիս այդ գործընթացի համար։ Երկու։ Այո։ Երկուսը մի քանիս է։ Երկու ամիս։ Հա։ Էլ ինչի է պետք է Հանրապետություն, էլ ինչի համար Այն խոսեցինք A5 ծրագրից, A5-ը շուտով կբացենք, մեր ժողովուրդը կտեսնի մեր հերթական իրականանալի ու ռեալ առաջարկները ու կարծում եմ կատարի գիտակցված ընտրություն։ Դուք եք ապավինում գիտակցված ընտրության, թե կարծում եք, որ ժողովուրդը նաև պետք է սովորի սրտով մտածել, ոչ միայն գրպանով։ Որ պետք ոչ թե սովորել, պետք է միշտ մենակ ժողովուրդ չէ, բոլորս պետք է սրտով մտածել իմանանք, բայց ընտրություն կատարելու համար մենակ մի կարճ հավելում, հա, նկարագրին։ Հանրապետություն կուսակցությունը իրանց այդ ճանապարհով ապացուցել է, որ պետականամետ ուժ է, ու ոչ թե իշխանությունն է ինքնանպատակ, այլ իշխանությունը ընդհանրապես միջոց է։ Ու ժողովուրդը պիտի այդ միջոցը մեծ տրամադրի, կամ չէ։ Այդ ընտրությունը հենց դրա մեջ պետք է կատարի։ Տալ այդ լծակը մեծ թե ոչ։ Եթե չունենալով լծակ ինչ են կարել, տեսնում է արդեն։ Այստեղ կարծում եմ մեր ժողովրդին բացատրելու կարիք մի հատվածին, ամբողջ ժողովրդին չէ, մի հատվածին բացատրելու կարիք կա, ինչ բան է ձեր խոսքի մեջ շեշտած պետականությունը։ Որտեվ ցավոք սրտի մեր ազգին կերակրել են հայրենիք եզրույթով, արանքից հանելով պետականություն խոսքը։ Ես վերջերս մի առիթով ասացի, որ հայրենիք նաև փղերն ու կապիկները ունեն։ Բայց ունեն հայրենիքի զգացողություն փղերն ու կապիկները։ Բայց չունեն հայրենիքի զգացողություն։ Հայրենիքի զգացողության հիմքը հենց այդ պետականության մեջ է։ Այդտեղ արդեն ձեր ասած սրտի գործոնն է աշխատում։ Լավ, սրտի գործոնի վրա անցնենք բլիցի։ Պարոն Մանվելյան, ո՞րն է ձեր ամենամեծ ցանկությունը։ Ամենամեծ ցանկությունը Հայաստանը տեսնել ինքնիշխան եւ հզոր երկիր։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Նոյին։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեի, կհարցնեի մկներին խես վերցրել տապան։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները։ Ձեր գնահատականը։ Անվտանգություն, տնտեսական զարգացում։ Մեկը չեմ ասի։ Ինչից եք ամենից շատ վախենում։ Բարձրությունից։ Հեքիաթների հավատում եք։ Ոչ։ Ինչը երբեք եւ ոչ մեկին չեք ների։ Չեմ ների դավաճանությունը ծեծված է, բայց դավաճանությունը ու իմ ժամանակը անտեղի վատնել։ Ձեր հարցը ինձ։ Իմ հարցը ձեզ։ Ինչու են վախենում սպարապետ Վազգեն Սարգսյանից։ Որովհետև նա 1999 թվականի հոկտեմբերից 27-ից առ այսօր մնում է ամենաազդեցիկ
պետական ու քաղաքական գործիչը, քաղաքական, հասարակական, տնտեսական եւ որ ինչ ասեմ, ինձ համար ամենակարևորն է հոգեվոր դաշտում։ Հրաշք։ Իբրև գրող, իբրև մարդ, իբրև զինվորական, ու իբրև պարզապես Վազգեն Սարգսյան։ Հրաշք։ Պարոն Բեջանյան, Այո։ ծով թե լեռներ, որտեղ եք ձեզ ամբողջական զգում։ Ամբողջական չէ, ծով։ Ում եք ամենից շատ կարոտում։ Օրս։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Չէ, կկրկնվեմ։ Այս հարցը նախորդ ֆլիցներ եք տվել, բայց միանշանակ անվտանգություն, տնտեսություն, կրթություն։ Էդ է, այս շղթան։ Երևանը ձեզ համար ինչ է։ Տուն, պետություն, քաղաք, հայրենիք, օջախ։ Վերջին գիրքը, որ կարդացել եք։ Վերջին գիրքը, որ կարդացել եմ։ Վերջերս նորից եւս մեկ անգամ վերընթերցեցի Կոմոս Մոնտե Քրիստո։ Հրաշք։ Պարոն Մանվելյանի ասած հրաշքը։ Ինչից եք դուք վախենում։ Ինչից եմ ես վախենում, մեջ բերեմ սպարապետին, հա։ Մերացը ուտողից, ուրիշի դրանաչողից։ Ձեր հարցը ինձ։ Իմ հարցը ձեզ։ Ուր եթե ոչ Հայաստան։ Հայաստան եւ միայն Հայաստան։ Տեսեք, պարոն Մանվելյանը ինձ հարցեց Վազգենի մասին, Վազգենը մի փառահեղ միտք ուներ։ Այ եթե մեր այս խորանից ձորերը մի հրաշքով հարթվեն, Հայաստանի Հանրապետությունը կդառնա աշխարհի ամենամեծ երկիրը։ Այնպես որ նորից Հայաստան։ Հենմանկետի սիրելի ունկնդիրներ, այսօր մեր հենմանկետը հենց այսպիսին էր։ Եվ գուցե իսկապես կգա ժամանակ, որ մեր բոլոր ձորերը այնքան կհարթվեն, այնպես կհարթվեն, որ Հայաստանի Հանրապետությունը կլինի աշխարհի ամենախոր, ամենասիրելի, ամենատաք, ամենամեծ պետությունը։ Բարին ընդ ձեզ։